Անտավիրուսով հարակված Հոնդիուս նավը ժամանել է Իսպանիայի ափեր, ուղևորներին սկսել են շտապ տարհանել։ Նրանք կրում են պաշտպանիչ հագուստ, ինչը պետք է բացառի նավից դուրս գալուց հետո նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Ուղևորներին տեղափոխում են հատուկ ավտոբուսներով, նաև այս կանխարգելիչ միջոցառումները հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է, որ վիրուսի տարածման ռիսկը ցածր է։ Վարակված զբոսանավի վրա գտնվող ԱՄՆ-ի 17 քաղաքացիները ևս տարհանվել են։ Նրանք հատուկ չվերթներով կմեկնեն Նեբրասկա եւ կգտնվեն բժշկական հսկողության տակ։ Ուղևորներից ոմանք արդեն մեկնել են հայրենիք։ Իսպանացիներին օրինակ տեղափոխել են Մադրիդի հիվանդանոց։ Մնացած ուղևորները նույնպես կանցնեն բուժզննում։ Նրանք կմնան երկարատև կարանտինի մեջ։ Բժիշկները չեն բացառում ախտանշանների ուշ ի հայտ գալը։ Ճամփորդներին սպասում է 42-օրյա մեկուսացում։ Իսպանիայի իշխանությունները հաստատել են տարհանման գործընթացը, տեղացիները սկզբում դեմ էին իրենց ափի մոտ նավի կայանմանը, նրանք վախենում էին վարակի տարածումից, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքեց վտանգը։ Նավը շուտով կուղևորվի Նիդերլանդներ։ Նշեմ նաև, որ մահացածներից մեկի մարմինը մնա նավի վրա, այն կհասնի Ռոտերդամ մինչև ախտահանումը։ Նավում վարակման աղբյուրը դեռ պարզ չէ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Անտավիրուսով վարակված զբոսանավի ուղևորը հասել է Կալիֆոռնիա։ Թրամփը կրկին զայրացած է, Իրանի առաջարկը նրան չի գոհացրել։ Ինքնաթիռամարդ է վրաերթի ենթարկել, սարսափելի գտածո բեռնատար գնացքում 6D Թեքսասում։ Երկրաշարժի աննախադեպ ակտիվացում Կալիֆոռնիայում 3 օրում մոտ 400 երկրաշարժ է գրանցվել եւ թողարկման երկրորդ հատվածում մանրամասներ սարսափելի վիրուսի մասին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հոնդիուս նավի վարակված ուղևորներից մեկը արդեն հասել է Կալիֆոռնիա, նա Սանտա Կլարա շրջանի բնակիչ է։ Ըստ լրատվամիջոցների այդ անձը շփվել է հանտավիրուսով վարակվածի հետ։ Այժմ նա գտնվում է բժշկական խիստ հսկողության տակ։ Տեղական իշխանությունները հետևում են նրա առողջությանը եւ վստահեցնում, որ հանրության համար այս պահին որևէ վտանգ չկա։ Նա անցնում է անհրաժեշտ բուժզննումը։ Իշխանությունները կոչ են անում պահպանել հանգստություն։ Կալիֆոռնիայի այս բնակիչը գտնվում է լիարժեք հսկողության ներքո։ Որևէ նոր ռիսկ այս պահին չի գրանցվել։ Վարակված նոր անձի մասին տեղեկություններ չկան։ Իրավիճակը մնում է լիովին վերահսկելի, վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Անտավիրուսի թեմայով մանրամասներին սպասեք մեր թողարկման երկրորդ մասում, մինչ այդ մի քանի լուր միջազգային լրահոսից։ ԱՄՆ-ն մերժել է Իրանի խաղաղության առաջարկը, Թրամփը այդ առաջարկը համարում է լիովին անընդունելի քայլ։ Նա այս մասին գրել է Truth Social հարթակում։ Կողմերը բանակցում են արդեն մի քանի շաբաթ, ԱՄՆ-ն պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, նաև ցանկանում է բացառել Իրանի միջուկային ծրագիրը։ Իրանը պատասխանը ուղարկել էր Պակիստանի միջնորդների միջոցով։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը խաղաղ կարգավորման հույս ունի, նրա խոսքով դիվանագիտական աշխատանքը դեռ շարունակվում է, իսկ բուն Հորմուզում շարունակվում է կրկնակի շրջափակումը։ Իրանը շարունակում է արգելափակել նավերի անցումը նեղուցով, իսկ ԱՄՆ-ն իր հերթին շրջափակել է Իրանի նավահանգիստները։ Թրամփը պնդում է, որ իրենք հաղթել են ռազմական առումով։ Նրա խոսքով Վաշինգտոնը այժմ աշխատում է լավագույն գործարքը կնքելու համար։ Նա չի շտապում համաձայնության գալ ցանկացած գնով, կարծես չի շտապում նաև Թեհրանը։ Հակառակ Թրամփի կանխատեսումներին, թե նավահանգիստների շրջափակումը Իրանին կզրկի բոլոր տեսակի եկամուտներից ու կստիպի արագ ու ամեն գնով հաշտության գնալ, Իրանը շարունակում է դիմադրությունը։ Քաթարի ափերի մոտ բեռնատար նավ է հրդեհվել, այն հարված է ստացել անհայտ արկից, Իրանի հետ հրադադարը կրկին վտանգված է։ Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք անօդաչուների ներխուժման մասին։ Այս հարձակումները սպառնում են վերջ դնել 1 ամիս առաջ հաստատված հրադադարին։ ԱՄՆ-ի վարչակազմը պնդում է, որ այն դեռ ուժի մեջ է, սակայն իրավիճակը Պարսից ծոցում շարունակում է մնալ լարված։ Բանակցությունների կենտրոնում Իրանի միջուկային ծրագիրն է։ Իրանը պահում է 440 կիլոգրամ հարստացված ուրան։ Մագատեն զգուշացնում է վտանգի մասին։ Իրանական զինվորականները հայտարարել են բարձր պատրաստվածության մասին։ Նրանք չեն բացառում, որ ամերիկյան կողմը կարող է դիվերսիոն դեսանտային գործողություն իրականացնել Իրանի տարածքում եւ փորձել պաշտպանվող օբյեկտներից առևանգել հարստացված ուրանի պաշարները։
Շոկային կադրեր Դենվերի օդանավակայանից ինքնաթիռը մահացու հարված է հասցրել թռիչքուղու վրա հայտնված անձին։ Օդանավը հարվածել է նրան հենց թռիչքի դուրս գալու ժամանակ։ Ինքնաթիռը պետք է մեկներ դեպի Լոս Անջելես։ Տեսագրության մեջ մարդը քայլում է դեպի թռիչքուղին, ապա երևում է նրա ուղղությամբ սլացող հսկա ինքնաթիռը։ Մահացու բախումը ֆիքսել են օդանավակայանի տեսախցիկները։ Ինքնաթիռում եղել է 224 ուղևոր, շարժիչներից մեկը բռնկվել է հարվածից հետո։ Ըստ ուղևորների պատմածի, սրահը լցվել է ծխով, ինքնաթիռն անմիջապես վայրեջք է կատարել։ Ուղևորները տարհանվել են, 12 հոգի ստացել են թեթև վնասվածքներ, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով մահացածի ինքնությունը պարզվել է։ Հարազատներին տեղեկացրել են դժբախտ պատահարի մասին։ Օդանավակայանը հայտարարություն է տարածել, զոհվածին անվանել են ապօրինի մուտք գործող, նա օդանավակայանի աշխատակից չէր։ Այժմ ստուգում են ցանկապատերի վիճակը եւ անվտանգության ամբողջ համակարգը։ Ավիացիայի ազգային անվտանգության խորհուրդը տեղեկություններ է հավաքում միջադեպի վերաբերյալ։ Դաշնային ավիացիոն վարչությունը նույնպես հետաքննություն է սկսել։ 6D ու ոչ մի մեղավոր դեպքը գրանցվել է Տեքսասում, բեռնատար գնացքի վագոնում 6D է հայտնաբերվել, աշխատակիցները անմիջապես իրազեկել են իրավապահներին։ Հանցագործության պատճառները դեռ հայտնի չէ, տարվում է հետաքննություն։ Զոհերի ինքնությունը դեռ չի հրապարակվել, հայտնի չէ նաև, թե նրանք ինչպես են հայտնվել գնացքում։ Արդյոք մահացել են վագոնում, թե մահանալուց հետո են նրանց բերել ու թաքցրել այդտեղ։ Իրավապահները քննարկում են բոլոր վարկածները։ Union Pacific ընկերությունը հայտարարություն է տարածել եւ ցավով հայտնել միջադեպի մասին։ Ընկերությունը համագործակցում է իրավապահ մարմինների հետ։ Տեքսասի Լարեդո քաղաքն ունի առևտրային խոշոր նավահանգիստ։ Այն սահմանակից է Մեքսիկային։ Կիրակի օրը քաղաքում եղել է սաստիկ շոկ։ Իրավապահները չեն բացառում, որ նաև դա կարող էր բեռնատար վագոնում հայտնվածների մահվան պատճառների թվում լինել։ OpenAI-ը կրկին հայտնվել է դատարանում, ընկերությանը մեղադրում են սպանությանը աջակցելու մեջ։ Խոսքը 2025 թվականի Ֆլորիդայի համալսարանի կրակոցների մասին է։ Ըստ մեղադրողի, ChatGPT-ին հրահանգ է տվել հանցագործին։ Դատական հայցը ներկայացրել է կրակոցների հետևանքով զոհվածներից մեկի կինը։ Դատարանը կքննի հանցագործի եւ chatbot-ի խոսակցությունները։ Հայցում նշվում է, որ OpenAI-ը չի կանխել սպառնալիքը։ Համաձայն հայցի ինքները chatbot-ին ուղարկել է զենքի նկարներ։ ChatGPT-ին բացատրել է, թե ինչպես կրակել։ Ընկերության խոսնակը հերքել է մեղադրանքները։ Նրա խոսքով chatbot-ը պատասխանատու չէ այս սարսափելի հանցագործության համար։ Դրա հետ համաձայն չէ հայցվորը։ Հայցում ասվում է, որ բոտը նույնիսկ խրախուսել է ինքներին։ Այն քննարկել է զանգվածային սպանությունների հնարավոր ազդեցությունը, նույնիսկ նշել է հարձակման լավագույն ժամը։ Ֆլորիդայի գլխավոր դատախազը սկսել է քրեական հետաքննություն։ Նա ասել է, եթե chatbot-ը մարդ լիներ, այն կկանգներ դատարանի առաջ։ Երիտասարդ բլոգեր Հանթեր Փիթերսոնը ցանկանում է գնել սնանկացած Spirit ավիաընկերությունը։ Ավելի ճիշտ, նա առաջարկել է բոլոր ամերիկացիներին միասին գնել ընկերությունը։ Բլոգերը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար ամերիկացիներից յուրաքանչյուրը կարող է տալ $45։ Մասնագետները սակայն թերհավատ են այս պլանի հանդեպ, ըստ նրանց ավիաընկերությունը բարդ ֆինանսական կառույց է, այն ունի պարտավորություններ, վարձակալած ինքնաթիռներ ու բարդ պայմանագրեր։ Ընկերությունն ունի ավելի քան $8 միլիարդ պարտք։ Հակառակ խոչընդոտներին մարդիկ ոգևորված են գաղափարով։ Ինտերնետում այս գաղափարը դարձել է վիրուսային։ Կայքը հաճախ խափանվում է մեծ ծանրաբեռնվածության պատճառով։ Փիթերսոնը խորհրդակցում է իրավաբանների հետ, շուտով նշանակված է ընկերության ակտիվների աճուրդը։ Կհաջողվի արդյոք համացանցի օգտատերերին դառնալ սեփական ավիաընկերության տեր, պատասխանը պարզ կդառնա առաջիկա օրերին։ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել բենզինի համար սահմանված դաշնային հարկը։ Նպատակը չդադարող գնաճի պայմաններում սպառողների համար իրավիճակը մեղմացնելն է։ Իրանի հետ համաձայնության հասնելու հերթական փորձը ձախողելուց հետո վառելիքի գները կրկին աճել են։ Հակամարտության սրումից ի վեր բենզինը թանկացել է ավելի քան 50%-ով, այժմ ԱՄՆ իշխանությունները քննարկում են նոր լուծումներ։ Էներգետիկայի նախարարը խոսել է հնարավոր քայլերի մասին, որոնց թվում կարող է լինել բենզինի վրա դաշնային հարկի չեղարկումը։ Այժմ բենզինի 1 գալոնի միջին գինը $4.52 է։ Տվյալները ներկայացրել է ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան։ Դաշնային հարկը կազմում է մոտ 18 ցենտ։ Դեմոկրատները մարտին առաջարկել էին ժամանակավորապես չեղարկել այդ հարկը։
նախարարը հրաժարվել է կանխատեսել ապագա գները։ Նա չի ցանկանում խոսել նաև $5 սահմանագծի մասին, ինչը շատ վերլուծաբաններ անխուսափելի են համարում։ Թրամփը տարվել է Վաշինգտոնի արտաքին տեսքի փոփոխությամբ, նա անձամբ է հսկում Լինքոլնի հուշահամալիրի լճակի ներկումը։ Ջրավազանը այժմ ունի ամերիկյան դրոշի կապույտ երանգ։ Նախագահը ցանկանում է նաև վերափոխել հանրային գոլֆի դաշտը։ Այն տեղակայված է East Potomac զբոսայգում։ Նա ծրագրում է ստեղծել ԱՄՆ-ի բաց առաջնության մակարդակի դաշտ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները մտահոգված են այս փոփոխություններով։ Պահպանության հարցերով զբաղվողները նույնիսկ դատարան են դիմել, սակայն Սպիտակ տունը չի դադարեցնում ծրագիրը։ Այն ցանկանում է նաև սպիտակ ներկել Էյզենհաուերի գրասենյակի շենքը։ Հարցումները ցույց են տալիս, ամերիկացիների մեծ մասը դեմ է այս նորամուծություններին, հատկապես անհանգստացնող է ծախսերի մեծ ծավալը։ Չնայած դրան, Թրամփը շարունակում է իր պլանները։ Նա ծրագրում է կառուցել նաև հաղթական կամար, իսկ բուն Սպիտակ տանը արդեն կառուցվում է նոր պարահանդեսային դահլիճը, որի շինարարությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է դատական վեճերի պատճառով։ Լոս Անջելեսը պատրաստվում է ֆուտբոլային գլխավոր տոնին, աշխարհի գավաթի խաղարկությունը սկսվելու է շքեղ համերգով։ Քեթի Փերին կերգի Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 12-ին։ ԱՄՆ-ի հետ ֆուտբոլային տոնին նախապատրաստվում են նաև Մեքսիկան ու Կանադան։ 2026-ի աշխարհի գավաթի խաղարկության շրջանակում մրցումները հենց այս երեք երկրներում են անցկացվելու։ Այս տարի մրցաշարը կլինի օնլայնված կազմով, FIFA-ն հայտարարել է մասնակիցների ցանկը։ Մասնակցելու են 48 երկրների ազգային հավաքականներ։ Երկարատև քննարկումներից հետո որոշվել է, որ խաղարկությանը մասնակցելու է նաև Իրանի հավաքականը։ Կալիֆոռնիային սպասվում է աննախադեպ շոկ։ Շոկին կավելանան նաև հրդեհավտանգ քամիները։ Օդերևութաբանները նախազգուշացնում են շոկը սաստիկ է լինելու, հատկապես շաբաթվա սկզբին եւ հատկապես ներքին հովիտներում։ Այնտեղ ջերմաստիճանը կմոտենա 40 աստիճանին ըստ Ցելսիուսի։ Ծովափնյա շրջանները կմնան համեմատաբար զով, այնտեղ կօգնեն ծովային զով քամիները։ Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում շոկը կհասնի 29 աստիճանի։ Ալհամբրայում եւս սպասվում է գրեթե նույնքան տաքություն։ Մինչև շաբաթվա կեսը կլինի չափավոր զովացում։ Հաջորդ շաբաթվա վերջին շոկը կվերադառնա, հատկապես թեժ կլինի Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է վտանգի մասին։ Տարածքում գործում է հրդեհների վտանգի բարձր ռեժիմ։ Չոր բուսականությունը հեշտությամբ կարող է բռնկվել։ Օդի խոնավությունը կնվազի մինչև 6-ից 15%-ի։ Քամիները կուժեղանան հատկապես երեքշաբթի օրը։ Սա իդեալական պայմաններ է ապահովում հրդեհների համար։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ 2-ից 3 օրվա ընթացքում հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Կալիֆոռնիայում։ Շուրջ 200,000 մարդ զգացել է երկրաշարժ։ Ցնցումները սկսվել են ուրբաթ օրվանից։ Ամենաուժեղը եղել է 4.7 մագնիտուդով։ Երկրաբանական ծառայությունը գրանցել է 354 երկրաշարժ։ Դրանք չեն համապատասխանում հիմնական ցնցման օրինաչափությանը։ Մասնագետները նշում են, որ սա սովորական ցնցումների շարք չէ եւ դրանք անվանում են երկրաշարժերի վտանգավոր խումբ։ Առայժմ տեղեկություններ չկան լուրջ վնասների մասին, շատերի հեռախոսներին ստացվել են ահազանգեր։ Երկրաշարժի վաղ նախազգուշացման համակարգը մի քանի անգամ ակտիվացել է։ Իշխանությունները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները։ Մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները, փորձելով պարզել, թե ինչն է ստորգետնյա ակտիվության պատճառը։ Ամազոնը Կալիֆոռնիայում արգելել է որոշ էլեկտրական հեծանիվների վաճառքը եւ հեռացրել է անհամապատասխան ապրանքները իր կայքից։ Պատճառը դրանց բարձր արագությունն է։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հրապարակել էր նախազգուշացում, նա շեշտել է անօրինական մոտոցիկլետների եւ հեծանիվների վտանգը։ Նա մտահոգված է ավտովթարների աճով։ Օրենքի համաձայն հեծանիվների արագությունը սահմանափակ է։ Ոտքով աշխատող հեծանիվները չպետք է անցնեն 28 մղոն ժամը։ Ձեռքի կարգավորիչներով հեծանիվները սահմանափակ են 20 մղոն ժամով։ Ավելի արագ մեքենաները համարվում են մոտոցիկլետներ։ Դրանք պահանջում են հատուկ լիցենզիա եւ գրանցում։ Վիճակագրությունը սարսափելի է, վերջին 4 տարում վնասվածքները Կալիֆոռնիայում աճել են 430%-ով։ Ամբողջ ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 100 մահվան դեպք։ Այս խնդիրը հատկապես սուր է օրինց շրջանում։
Սարսափելի վթար է տեղի ունեցել Լոս Անջելեսում, երկու մեքենա բախվել են իրար, զոհվել է 3 մարդ։ Զոհերի ինքնությունը դեռ գաղտնի է պահվում։ Դեպքը եղել է Վիկտորվիլից արևմուտք։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, հետաքննությունը սկսվել է։ Մեքենաներից մեկում մարդ է արգելափակվել։ Փրկարարները նրան դուրս են բերել հատուկ գործիքներով, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ուղղաթիռներ։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև ուշ գիշեր, տարածքը ժամանակավորապես փակ էր երթևեկության համար։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը պատմելու է մարդկությանը սպառնացող նոր մահացու վիրուսի մասին։ Այն գործում է աննկատ, կարող է սպանել ի հայտ գալուց հետո 2-3 օրվա ընթացքում։ Այս հիվանդության մահացության մակարդակը կազմում է մոտ 50%, ինչը սարսափելի մեծ թիվ է։ Խոսքը հանտավիրուսի մասին է, որի վերջին բռնկումը շաբաթներ առաջ գրանցվեց ու դեռ չի մարել, այնպես որ հաստատ արժե առաջիկա րոպեներին Մանուին լսել։ Բարև ձեզ։ Պատկերացնում եք վիրուս, որը կարող է շաբաթներով աննկատ մնալ մարդու օրգանիզմում, հետո հանկարծ լցնել թոքերը հեղուկով եւ մի քանի օրում հասցնել մահվան։ Խոսքը հանտավիրուսի մասին է, այն հիմնականում տարածվում է կրծողների միջոցով եւ տարիներ շարունակ համարվել է հազվադեպ, բայց չափազանց վտանգավոր վարակ։ Վերջին ամիսներին նոր բռնկումները կրկին մեծացրել են մասնագետների մտահոգությունը։ Հանտավիրուսը գիտնականները հայտնաբերել են դեռևս 20-րդ դարում, սակայն լայն ճանաչում այն ստացել է 1993 թվականին ԱՄՆ-ում արձանագրված խորհրդավոր բռնկումից հետո։ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներում երիտասարդ եւ նախկինում առողջ մարդիկ հանկարծ սկսեցին մահանալ ծանր շնչառական անբավարարությունից։ Հետաքննությունը ցույց տվեց, որ հիվանդության աղբյուրը եղջերամուկ կոչվող կրծողներն էին, որոնք կրում էին վիրուսը։ Առաջին խոշոր բռնկումը ցնցեց բժիշկներին, որովհետև մահացությունը շատ բարձր էր։ Հիվանդները սկզբում սովորական գրիպի ախտանշաններ էին ունենում՝ ջերմություն, մկանային ցավ, հոգնածություն, բայց մի քանի օր անց սկսվում էր կտրուկ վատթարացում։ Թոքերը հեղուկով էին լցվում, շնչառությունը դժվարանում, իսկ որոշ դեպքերում հիվանդները մահանում էին ընդամենը 24-ից 48 ժամվա ընթացքում։ Ամենամեծ եւ ամենահայտնի բռնկումները գրանցվել են ԱՄՆ-ում, Արգենտինայում եւ Չիլիում։ Հարավային Ամերիկայում տարածված Անդես անվամբ շտամը առանձնապես անհանգստացրել է գիտնականներին, քանի որ որոշ դեպքերում արձանագրվել է մարդուց մարդ փոխանցում։ 2026 թվականին միջազգային լրատվամիջոցները կրկին խոսեցին հանտավիրուսի մասին, զբոսաշրջային նավում արձանագրված մահերից հետո, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ լայն տարածման ռիսկը դեռ ցածր է։ Հանտավիրուսի հիմնական տարածողները մկներն ու առնետներն են։ Մարդը կարող է վարակվել, երբ շնչում է վիրուս պարունակող մանր փոշին, որը առաջանում է կրծողների մեզից, արտաթորանքից կամ թքից։ Հնարավոր է վարակվել նաև աղտոտված մակերեսներին դիպչելուց հետո։ Ամենավտանգավոր իրավիճակներից են փակ եւ չօդափոխվող տարածքների մաքրումը, գյուղատնտեսական աշխատանքները եւ հին շինություններում երկար մնալը։ Հիվանդության ախտանշանները հաճախ շփոթեցնում են բժիշկներին, որովհետև սկզբնական փուլում դրանք նման են գրիպի կամ կորոնավիրուսի նշանների։ Սկզբում հայտնվում են բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց եւ թուլություն։ Հետո զարգանում է հազ, շնչահեղձություն եւ կրծքավանդակի ծանրություն։ Որոշ տեսակներ հիմնականում վնասում են երիկամները, իսկ մյուսները թոքերն ու սիրտը։ Բժիշկների խոսքով հանտավիրուսի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ հիվանդությունը կարող է շատ արագ վերածվել մահացու վիճակի։ Թոքերը ախտահարվելու դեպքում արյան անոթներից հեղուկը ներթափանցում է թոքեր եւ հիվանդը բառացիորեն սկսում է խեղդվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով որոշ դեպքերում մահացությունը կարող է հասնել մինչև 50%-ի, հատկապես ուշ ախտորոշման պայմաններում։ Սա արդեն խիստ բարձր ցուցանիշ կարող է համարվել։ Այսօր հանտավիրուսի դեմ հաստատված հատուկ պատվաստանյութ կամ ամբողջությամբ արդյունավետ բուժում գրեթե չկա։ Բժիշկները պայքարում են հիմնականում բարդությունների դեմ, ապահովելով թթվածնային աջակցություն եւ վերակենդանացման միջոցներ։ Այդ պատճառով կանխարգելումը շարունակում է մնալ գլխավոր պաշտպանությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կրծողների հետ շփումից, պահպանել մաքրություն եւ փակ տարածքները մաքրելուց առաջ լավ օդափոխել դրանք։
Վերջին տարիներին որոշ մասնագետներ փորձում են գնահատել, կարող է արդյոք հանտավիրուսը վերածվել նոր համաճարակի։ Գիտական հանրության մեծ մասը կարծում է, որ ներկայում նման սցենարը քիչ հավանական է։ Պատճառը վիրուսի սահմանափակ փոխանցելիությունն է։ Այն չի տարածվում օդակաթիլային ճանապարհով, այնպես ինչպես կորոնավիրուսը։ Սակայն Անդես շտամի մարդուց մարդ փոխանցման փաստերը շարունակում են անհանգստացնել հետազոտողներին։ Առողջապահության ոլորտի մասնագետները հիշեցնում են նաև, որ կլիմայական փոփոխությունները եւ քաղաքների ընդարձակումը մեծացնում են մարդկանց ու կրծողների շփման հավանականությունը։ Դա նշանակում է, որ ապագայում բռնկումների ռիսկը կարող է աճել։ Մի շարք երկրներում արդեն ուժեղացվել է համաճարակաբանական վերահսկողությունը, հատկապես նավահանգիստներում, գյուղական շրջաններում եւ զբոսաշրջային երթուղիներում, որտեղ արձանագրվել են վերջին դեպքերը։ Հանտավիրուսը մնում է համեմատաբար հազվադեպ, բայց չափազանց վտանգավոր վարակ։ Այն այս պահին դեռ համարվում է քնած սպառնալիք։ Արդյոք չղջիկներից սկիզբ առած կորոնավիրուսը միլիոնավոր զոհերով հաղթահարած մարդկությունը կարող է ապագայում եւս մեկ անգամ ցնցման ենթարկվել։ Այս անգամ մկների կողմից տարածվող հանտավիրուսի կողմից ցույց կտան առաջիկա զարգացումները։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլ նաև այն, ինչը սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ, համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։